Անցյալ երկու կիրակիները խոսեցինք, որ 112 տարի կամ ավել Երուսաղեմ քաղաքը, որ Աստծո քաղաքն էր, ավերակների մեջ էր։ Որովհետև ամեն անգամ Աստված գործ է անում, խավար ուժերը սատանան իր ամբողջ զորքով ուզում է վնաս տալ։ Եվ հաջողվել էր Իսրայելի դեպքում վնաս էր տվել, քաղաքի պարիսպները քանդված էին, դռները այրված էին, մի մարդ էր պետք, որ սրտացավ լիներ ու գար ու ասեր Աստված իմ փոխի այս վիճակը։ Եվ երբ որ Աստված այդ մարդուն բարձրացրեց, որ Նեեմիան էր, նրա շուրջ պետք է հավաքվեին սովորական ընտանիքներ ձեր նման։ Եվ մենք միասին սովորում ենք, որ այո, մասն ենք կազմում Աստծո գործի առաջ գնալու։ Տեսնում ենք, երբ որ Նեեմիան սկսում է սարքել, նրանք ովքեր բաց են թողել, նրանց համար մի փոքր preview, հրաշքով սկսվում է սարքվել, բայց հենց որ սկսում է սարքել, թշնամին տարբեր մարդկանց ու կերպերով փորձում է ծաղրել, հուսահատեցնել, վախեցնել, անգամ սխալ մարգարեություններ բերել, սխալ ուսուցիչներ բերել, խաբել ուշադրությունը շեղել, որպեսզի Աստծո տան, Աստծո արքայության կառուցման գործը դադարի, բայց Նեեմիան շարունակում է հավատարմաբար անել իր գործը եւ չկոտրվել։ Եվ այսօր խոսելու եմ եւս մեկ հատված։ Այսօրվա վերնագիրը դրել եմ ինչպես չլինենք անտարբեր Աստծո հանդեպ։ How not to be indifferent to God. Անտարբեր նշանակում է դե եղավ, ինձ չի հետաքրքրում։ Չէ, մենք մեզնից կարող է մի 5 տուն ենկոմ, շատ չհետաքրքրվենք, եթե ասենք գիշերը տեսնենք, որ լույսեր ավառվում, ինչ որ ամբյուլանս է եկե, կարող է մի հատ նայենք, ասենք տեսնես այդ ինչ ա եղել։ Բայց երբ որ մեր քիփ կողքի հարևանն է, մենք վազում ենք, որովհետև չենք կարող անտարբեր լինել, մեզ հետաքրքիր է, անգամ մենք մտածում ենք կարող է մի բան ինձնից է կախված։ Ինչպես անտարբեր չլինենք Աստծո գործին կամ Աստծո տանը։ Եվ առաջի հատվածը, որ ուզում եմ կարդամ, պիտի կարդամ Նեեմիա 7-րդ գլխից։ Նորից տեսնում ենք 7-րդ գլխում շինարարությունը շարունակվում է եւ ինչ է լինում։ Եղավ, երբ որ Պարիսպը շինվեց եւ դռները կանգնեցրի եւ դռնապաններ ու երկողներ ուղղախտացիներ դրվեցին, իմ եղբայր Անանին, աշտարակի իշխան Անանային, որ հավատարիմ մարդ էր եւ Աստվածանից երկյուղած ավելի քան շատերը, պատվիրեցի Երուսաղեմի մասին։ Տեսնում ենք, որ ընդհանուր աշխատում էին, հետո աշխատողների մեջից Նեեմիան ընտրում է մարդիկ, որոնց համար ասում է, որ նրանց դրեցի որպես առաջնորդներ, նրանց դրեցի որպես ավելի բարձր դիրք ունեցող, բայց ինչն էր պատճառը, որ ընտրել էր։ Նախ Անանին Նեեմիայի արյունակից եղբայրն էր։ Եվ ես մեծացել եմ հովվական ընտանիքում եւ շատ եմ լսել ասում, հովիվը իր երեխեքին բրդում է առաջ։ Լրիվ աղբերներով ծառայության մեջ են։ Բեմի վրա լրիվ դավթյաններն են։ Ուրախ ենք թե տխուր ենք դրա համար։ Որովհետև ես մարդկանց էությունը գիտեմ, սիրելիներ։ Երբ որ օրինակ մենք դավթյան ենք, երբ որ բեմի վրա ոչ մի դավթյան չկա, մարդիկ խոսում են, ասում են, «Տենմեք ինքը հովիվը իր կողքը, իր գերդաստանից մի մարդ չկա»։ Երբ որ ամբողջ գերդաստանը կողք գնա, նորից խոսում են, ասում են, «Տենմեք, չէ, գերդաստանային պահա»։ Okay, ուզում եմ տեսնեք, այս ամենի իմաստը նա է, որ տեսնեք ոչ մի նոր բան չկա, այն ժամանակ էլ մարդիկ նույնն էին, բայց Նեեմիան ընտրում է Անանին ու ասում է նա իմ եղբայրն էր, բայց ոչ թե նշանակում է, որ իր եղբայրն էր դրա համար, ասում է Անանին հավատարիմ մարդ էր, ասա հավատարիմ։ Աստծուց վախեցող էր ավելի քան շատերը։ Ինչպես է մարդը ծառայող դառնում։ Այստեղ տրված է որոշ որակներ կան, որ դու պիտի ունենաս ավելի քան շատերը կամ ուրիշները։ Մարդիկ ասում, ոնց է ինձ մի հատ ծառայություն չտվեցին։ Okay, ինքդ քեզ հարց տուր, ինչի մեջ ես ավելի քան շատերը։ Որովհետև առաջնորդելու համար դու պետք է մի քիչ առաջ լինես։ Եթե մեկ աղոթքաժողով է առաջնորդելու, չի կարող աղոթել չիմանա, դու պիտի բոլորից շատ ու լավ աղոթես։ Եթե մեկը պետք է մաքրության ծառայությունը առաջնորդի, ինքը չի կարող լինել մաքրություն չսիրող կամ ասեմ որ պատերի արանքներ չես կարող։ Դու մի քիչ ավել է պահանջվում առաջնորդներից եւ Անանին տեսնում ենք, որ ոչ թե նրա համար էր նշանակված ծառայող, որ արյունակից էր, այլ որովհետև ասում է ուրիշներից կամ մնացած ժողովրդից մի քիչ ավել հավատարիմ էր ու Աստծուց վախեցող։ Չեմ ուզում բարձր պատասխանես, բայց ինքդ քեզ հարց տուր, ինչ է նշանակում հավատարիմ լինել։ Ինչպես ես կարող եմ
ուրիշներից ավելի հավատարիմ լինել։ Ոնց ենք չափում հավատարմությունը, սիրելիներ։ Տեսնում ենք, որ Նեհեմիան սկսում է ժողովրդի մեջ հասկանալ այն մարդկանց, տեսնել, որոնք ուրիշներից մի քիչ ավել նվիրված են ու հավատարիմ են ու աստվածավախ են։ Եկեղեցում անհավասարություն է։ Այո, Աստծո թագավորության մեջ ոչ մի բան հավասար չի։ Մեր ձեռքի 5 մատերը Աստված հավասար չի ստեղծել։ Աստված գրված է բոլորիս հավատքի տարբեր չափ է տվել։ Եվ մենք ոչ թե պիտի կռվենք մրցելու համար, մենք պիտի հասկանանք, որ իմ կարճությունները ուրիշի բարձրահասակ լինելը կարող է լրացնել եւ հասկանանք ինչքան կարեւոր է, որ մենք իրար սիրենք ու հարգենք ու կապված մնանք, որովհետեւ այնինչ ես ունեմ, դու չունես, այնինչ դու ունես, ես չունեմ։ Եվ մենք միասին պիտի գործենք։ Հաջորդ բանը, որ տեսնում ենք, շատ զարմանալի տեղ է, 7-րդ գլուխ 6-ից մինչև 66 համարները, 60 verses, 60 համար, միայն խոսում է մարդկանց անուններ և ընդամենը ժողովուրդ, ասում է այս մարդիկ մասնակցեցին, 60 համար անուն է գրած, և երբ որ կարդում եմ, մտածում եմ, ինչ խոսած, ինչ մեկնաբանես դրա համար։ Եթե բացեք ձեր գրքերը կամ հեռախոսների մեջ 7-րդ գլուխ 6-րդ համարից սկսեք կարդալ, ամբողջ գլուխը 60 համար մարդկանց անուններ է, որոնք գործել են։ Ու գիտեմ շատ մարդիկ ասում են, դե մենք էլ ենք ծառայող, մենք թաքուն ենք ծառայում, եղբայր ջան, չենք երևում, մենք մեր գործը լավ գիտենք։ Այդ լավ արդարացում է։ Բայց այդ անունները արձանագրված են եւ մեզ հուշում են, որ ամեն ինչ որ մենք երկրի վրա անում ենք, երկնքի արքայության մեջ Աստծո հիշատակի գրքի մեջ հիշատակվում է, ով ինչ արեց ու ինչ չարեց։ Ամենամեծ regret-ը, զղջումը, որ ունենում ենք կյանքի վերջում չարած բաների համար է։ 60 համար մարդկանց անունները, որոնք Նեհեմիայի կողքին գործել են։ Եվ ես այս կարդալուց հետո իմ մեջ հարց ծնվեց, հիմա քեզ հաշվենք, թե չհաշվենք։ Կողքինիդ ասա, քեզ հաշվենք, թե չհաշվենք։ Ինձ համար հարցը դա էր, այդ անունների մեջ, որովհետև մենք էլ ունենք ցուցակ, ես իմ սրտի մեջ ցուցակ ունեմ եւ ամեն քահանայի Աստված պատվիրել էր, որ մի լանջապանակ ունենար, որ 12 քարերից էր բաղկացած Իսրայելի 12 ցեղերի անունները եւ քահանան, հովիվը, առաջնորդը ամբողջ օրը դա կրում էր իր կրծքի վրա եւ երբ որ մտնում էր Աստծո ներկայության մեջ, ինքը այդ բոլորին տանում էր։ Հիմա երբ որ ես կարդում եմ այս 60 Սուրբ գրային համար մարդկանց անունները, իմ հարցը քեզ սա է, քեզ հաշվեմ, թե չհաշվեմ։ Are you in or out? Can we count on you or no, իմ հետ գործ չունենակ, ես խելոք կգամ։ Մենք քեզ սիրելու ենք, անկախ նրանից անունդ գրվի թե չգրվի, բայց ուզում եմ հասկանաս ինչքան կարևոր է պատկանելությունը։ Եղբայր ջան, գրված է քո աջ ձեռքը չիմանա թե ձախը ինչ է անում։ Բայց այստեղ Աստծո Սուրբ Հոգին թույլ է տվել, որ գրագիրի ձեռքը 60 համար գրի անուններ ու ասի, որ այս մարդիկ գործել են, այս մարդիկ բան ունեն արած Երուսաղեմի շինարարության համար։ Հիմա ինքդ ես պատասխանելու, քեզ հաշվենք, թե չհաշվենք։ 7-ից 72 համարների մեջ նորից հասնում ենք միտեղ, սիրելիներ, ուզում եմ հասկանաք, որ ես քարոզը չեմ գրել, ես ձեզ մեկնաբանում եմ արդեն գրվածը։ Դրա համար խնդրում եմ, որ դուք ձեր Աստվածաշնչերը բացեք։ Սա ձեր գրքից հիշեցում է ձեզ։ Ես չեմ ասում դա, բայց ես ուզում եմ դուք տեսնեք այն ինչ կա այստեղ գրված։ Okay? 7-ի 72-ից 70-72-ի մեջ գրված է եւ բոլոր տոհմապետներից, որոնք գործի համար տվեցին, ինչ արեցին, էլի տալուց եք խոսում։ Չենք խոսում եւ այսօր ես ոչ մեկին չեմ ուզելու հատուկ փուշ անեմ տալու, բայց ես ուզում եմ տեսնեք, որովհետեւ գիտեմ այս թեման մեծ թեմա է եւ շատ մարդիկ ասում են, եկեղեցում խոսում են։ Այնինչ Աստծո խոսքը սովորեցնում է, մենք պետք է սովորեցնենք եւ սովորենք։ Եվ սա նաեւ ձեզ համար է լավ, որովհետեւ գիտեմ շատերիդ վրա ճնշում կա դրսից, երբ որ մարդիկ ձեզ են հարցնում։ Okay? Ասում է, որ տոհմապետերից ոմանք գործի համար տվեցին,
ու անունն է գրած, ով տվեց։ Աթարսաթան շատ հետաքրքիր անուն է։ Լավ այն երեխեքի անունը չենք դրել Աթարսաթան։ Աթարսաթան տեղը ցտրվի։ Գանձի համար տվեց 1000 ոսկի դրամ, 50 սկավառակ, 530 քահանայական պատմուճան եւ հետո, նայեք, մի մարդ տվեց, դրանից հետո տոհմապետները, որ առաջնորդներ էին, գործի գանձին տվեցին 20000 ոսկի դրամ, 2200 մնաս արծաթ եւ մնացած ժողովրդի տվածը 20000 ոսկի դրամ եւ 2000 մնաս արծաթ եւ 67 քահանայական պատմուճան էր։ Շատ ժամանակ մենք կարդում ենք բաներ Սուրբ գրքից, մեզ հատուկ չի տպավորում։ Երբ որ անցյալ տարի Տաթևի հետ գնացինք Քենթակի, որտեղ Նոյի տապանի ռեպլիկան իսկական չափսերով սարքած է, ամբողջ կյանքս կարդացել եմ Նոյի տապանի մասին, չափերը այսքան կանգուն էր եւ այլը, մեծ էր, տենց մտքիդ մեջ հասկանում ես, որ մի հատ մեծ նավ էր։ Անկեղծ եմ ասում, երբ որ իջնում ես ավտոբուսից, հատուկ տանում են շաթլ բասով մոտիկ, հետո քայլում ես, տես մի հատ տեսարանա բացվում ու դեմդ այդ ահռելի, գեղեցիկ, մեծ, այնքան մեծ, որ դու իրա մոտ մի հատ փոքր էակ ես պատկերացնում։ Ու երբ որ մտնում ես մեջը, երբ որ հասկանում ես Նոյը ինչա սարքե իսկական չափերով, նոր ասում ես, վաու, դրա համար գրածա, որ Նոյը հավատքով շինեց ու դա Աստծո գործ էր, մարդկային մտքով ուղեղով չէր կարող լինել։ Բաներ կա, մինչև չես տեսնում, չես հասկանում մեծությունն ու կարևորությունը։ Հիմա երբ որ այս կարդացինք, որևէ մեկը չտպավորվեցիք, մարդիկ էին տվել էին, չէ՞։ Ես սիրում եմ այս ձեր պատմությունները գնամ zoom in անեմ, հասկանամ դա ինչ էր։ Եվ արել եմ, այսօր ձեր համար տնային աշխատանք եմ արել։ Ես convert եմ արել այդ բոլոր տվածները մեր օրերին, որ հասկանանք դա ինչ էր։ Սա է բացատրությունը։ Ոսկե դրամը, որ ասում է այսքան ոսկի դրամ տվեց, պարսկական ոսկի էր։ Մոտավորապես 8.4 գրամ էր մեկ ոսկի դրամը։ 8.4 գրամ։ Արծաթ մնասը, որ ասում է այսքան արծաթե մնասներ տվեց, քաշի միավոր էր մնասը մոտավորապես 0.6 կիլո կամ 600 գրամ էր մեկ մնաս արծաթը։ Okay? Հետաքրքիր է։ Հիմա Աթարսաթան ասում է տվել էր 1000 ոսկի, ինչքան էր դա, ունենք, չէ՞։ 1000 ոսկին բազմապատկած 8.4 գրամ, բազմապատկած $65 մեկ գրամը կազմում էր $546,000 այսօրվա գնով։ Ու դա մեկ մարդ էր, որ երբ որ տեսավ, որ Աստված շինում է տունը, արդեն պարիսպները կար ու ամեն բան պատրաստ էր, համաձայնվեց Աստծո տան համար բերել եւ տալ։ Վաու։ Տեսնում եք Աստված ինչի է Աթարսաթարի անունը գրել։ Որտեւ առաջի ու մեծ տվողը ինքն էր։ Եղբայր ջան, բայց գրված է նորից աջ ձեռդ չիմանա, ձախ ձեռքդ ինչ արեց։ Այո, բայց Հիսուսը publicly այդ մեկ մնաս գցող կնոջ մասին խոսած, ասավ, տեսակ այդ կնոջը։ Հիշում եք այդ պատմությունը։ Այդ կինը այդ օրը բոլորից շատ էր տվել։ Մենք հաճախ ասում ենք, տվածը մի մնաս էր, տեսեք այն ժամանակվա եկեղեցին մեկ մնասը գովում են։ No, Հիսուսը այդ կնոջը գովեց, որովհետև նա իր ամբողջ սրտով ամբողջ ունեցվածքն էր տվել եւ բոլորին publicly պատմեց դրա մասին։ Ամեն։ Հետո ասում է, որ 20000 ոսկե դրամ առաջնորդները տվեցին։ Ու մարդիկ, եւ դա այսօրվա գնով 20000 անգամ 8.4 անգամ 65 10 միլիոն 920,000 արժողության բաներ։ Արծաթե տվածները 2200 արծաթ մնաս էր եւ հետո գումարած 2000 մոտավորապես $960,000 արծաթ էին տվել։ Կարճ պատմեմ թվաբանությունով շատ չհոգնածնեմ, ընդհանուր այս մասը, որ Նեհեմիան պատմում է, որ մարդիկ հոժարական բերեցին, տվեցին Աստծո գործին, 13,483,000 մարդիկ, առաջնորդները, ծառայողները եւ սովորական մարդիկ տվել էին Աստծո գործի համար։ Ինչու՞։ Ինչու՞։ Որտեւ նրանք հավատում էին, որ Աստծո գործը կարևոր է, որտեվ նրանք հավատում են, որ քանի դեռ Երուսաղեմը ավերված մի քաղաք է, թշնամին շարունակելու է ծիծաղել։ Ջան Քեսելը, որին տեսակ էկրանների վրա, Աֆրիկայի մեր եղբայրը, ինձ մի բան պատմեց, շատ ազդեց իմ վրա եւ ուզում եմ կիսվեմ։
ասեց, գիտեք Սաուդյան Արաբիան ինչքան հարուստ է, ամբողջ երկրի ոսկին հարստությունը, այսօր Սաուդյան Արաբիայի մեծերի ձեռքը անհամար փողեր կան։ Եվ ասեց, հատուկ իրանց նպատակն է, որ ամբողջ աֆրիկյան կոնտինենտը մուսուլմանացնեն։ Հատուկ միշն ունեն, որ հաջորդ 10-15 տարիների ընթացքում ամբողջ Աֆրիկան կոնտինենտը պետք է մուսուլմանացնեն։ Եվ ոնց են անում, որովհետև փողն ունեն, եւ ասում էր, ասма գալիս են մեր կոմերը, մեր մոտ եւ գեղեցիկ շենք են սարքում, որովհետեւ փողը ունեն։ Հետո այդ գեղեցիկ մուսուլմանական մսկիթի կողքը բամբուկներով, բանանի տերևներով մի փոքրիկ տեղ է, որ կոչվում է եկեղեցի։ Եվ անհավատ մարդը, որ ոչ սա է ճանաչում, ոչ սա, բայց ուզում է հոգևոր connection, ուզում է միտեղ գնա, որ հոգևորապես պատկանա, որտեղ է գնալու, որտեղ դու կգնայիր։ Ես կգնայի, եթե ես այդ վիճակում լինեի, որ ոչ մեկի գոնե կփորձեի առաջինը գնալ այնտեղ, որտեղ գեղեցիկ ու լավ է։ Ասո գործը, սիրելիներ, ինչի եմ սա ասում, ու Նեհեմիայի գրքի մեջ իզուր չի գրված, որ շինելու մի մասը ժողովրդի սրտի առատասիրտ, առատաձեռն նվիրատվություններն էին, որովհետև թշնամիները դրանով էին տեսնում, որ սրանց կանգնեցնել չի լինի, սրանք որոշել են սարքել ու կսարքեն։ Ամեն։ Հաջորդ կարևոր բանը, որ որոշել էին անել, Nehemiah chapter 10 verse 1 to 29, Նեհեմիա 10-րդ գլուխ 1-ից 29 համարների մեջ գրված է, որ նրանք հավաքվեցին ու էլի մեծ լիստա գրած ու երթում արեցին։ Մեծ նվիրման երթում արեցին։ Մենք շուտով ունենալու ենք ջրի մկրտություն։ Ինչ է ջրի մկրտությունը։ Դա մարդու public խոստովանությունն է, որ ես այսօրվանից որոշում եմ Հիսուսի աշակերտ դառնամ։ Ես այսօրվանից հայտարարում եմ, որ իմ կյանքի Տերը եւ Փրկիչը Հիսուսն է, որովհետեւ այդ ժամանակ մարդիկ ծնված քրիստոնյաներ էին, ծնվել էին հրյա, իրանց ազգի ներկայացուցիչ, բայց այդ ժամանակ, երբ որ Աստված շարժել էր Նեհեմիայի սիրտը եւ կառուցվում էր Երուսաղեմը, գրված է, որ այսքան մարդիկ նորից 1-ից 29 համարների մեջ մարդիկ հավաքվեցին եւ երթվեցին։ Ինչ երթվեցին, երթումը սա էր, որ Աստծո խոսքի համեմատ եւ սուրբ կյանք ենք ապրելու։ Մենք չենք կարող աշխարհի նման ապրել, սիրելիներ։ Եվ եթե կարդակ ժամանակի պատճառով չեմ ուզում կարդամ, բաներից մեկը, որ իրանք հայտնաբերեցին, հասկացան, որ մի րոպե մենք զատված ժողովուրդ ենք, բայց մեր երեխեք ամուսնացել են օտարների հետ։ Եվ անգամ լեզուն են կորցրել ու չեն խոսում մեր լեզվով եւ մեր Աստծո հետ չեն ուզում կապ ունենան։ Դրա համար ասեցին այլևս մեր երեխաներին օտարներին չենք ամուսնացնելու։ Եվ ես քաջալերում եմ մանավանդ երիտասարդներին։ Շատ լավ է, որ դու Աստծո տան մեջ ամուսնանաս, Աստծո տնից ընտրես։ Այո, չեմ ասում միայն նայիր հոգևորությանը, հոգևորությունը տատանվող բան է, նայիր լավ մարդ ճարելու, լավ կին ճարելու, բայց գտի Աստծո տնից, որ քո սիրտը ուստեղ հատուկ նշվում է, որ Սողոմոնի նման օտար կանայք նրա սիրտը հեռացրեցին Աստծուց, դա քիչ-քիչ է լինում։ Բայց այս մարդկանց նվիրումը սա էր, մենք եւ մեր ընտանիքները Տիրոջ ճանապարհներով ենք գնալու եւ մենք ապրելու ենք սուրբ կյանք։ Զատված կյանք, մենք չենք նմանվելու այս աշխարհի մարդկանց ապրելավոճին, մենք մեր Աստծո կանոնների համեմատ պիտի քայլենք։ Աստծո շինարարության, Աստծո տունը զորացնելու process-ի մի կարևոր մասը ժողովրդի նվիրումն է Աստծո խոսքին եւ սրբությանը։ Եվ սրբությանը հատուկ ուզում եմ ասեմ, սուրբ աչքեր, սուրբ ականջներ, սուրբ բերան, սուրբ ձեռքեր, այս բոլորի մասին սուրբ գրքի մեջ աղոթքներ կա։ Սուրբ սիրտ ստեղծիր իմ մեջ ով Աստված։ Թող իմ ձեռքերը սուրբ լինեն քո առաջ, շրթունքներս մաքուր լինեն, ականջներս մաքուր լինեն։ Դրա պատասխանատուն դու ես, միայն դու կարող ես պահել քո աչքերը, ականջները, շուրթերը սուրբ, զատված Աստծո համար։ Եվ Սուրբ Գիրքն ասում է՝ մի աղբյուրից չի կարող երկու տեսակ ջուր բխել։ Դու չես կարող անիծել, հետո գաս ասել Հիսուս ջան փառք ես։ Դու չես կարող բամբասել, հետո գնալ բարեխոսել։ Դրա համար իրենց երթումը սա էր, մենք առաջ արել ենք երկուսն էլ, այսօրվանից մենք մեր շուրթերը, մեր ձեռքերը, մեր մարմինը ընծայում ենք Աստծո ժողովրդի հետ քայլելուն Աստծո կանոնի համեմատ։ Այսպես է զորանում Աստծո եկեղեցին։ Եբրայեցիս 12-րդ գլխի մեջ
Առաքյալը պատվիրում ու ասում է. խաղաղության ետևից եղեք ամենի հետ ու սրբության։ Եվ առանց որի ոչ մեկը Տիրոջը չի տեսնելու, առանց սրբության մենք Աստծուն չենք տեսնելու։ Զգույշ մնացեք, որ մեկը հետ մնացող չլինի։ Հետ մնալ նշանակում է հոգնել, քիչ-քիչ գալ, մեկու մեջ գալ, հետ մնալ։ Եվ այսօր հարց տուր ինքդ քեզ, հետ ես մնում, թե չէ, դա սկսվում է մեկ-մեկ։ Մի քայլ ես հետ ընկնում, հետո 2 քայլ, հետո 4 քայլ, հետո հասկանում ես, որ վաղուց գլորվել ես։ Եվ առաքյալն ասում է, հետ մնացող չլինենք։ Մի թեթև կողքինիդ բզի ասա, հետ չմնաս, արագացրու քայլերդ։ Եվ հատուկ մի բան է ասում, զգույշ եղեք, որ ձեր սրտերի մեջ մի դառը արմատ դուրս չգա, որը պղծի շատերին։ Գիտեք, Աստծո եկեղեցու մեջ ամենավտանգավոր բաներից մեկը դառնության արմատն է։ Ասենք օրինակ բերեմ իմ վրա։ Մյուս կիրակի ես գալիս եմ, տեսնում եմ, որ 4 րոպե ուշ եկեք է։ Ու տենց միտքա գալի, որ այս ժողովուրդը շուրթերով քեզ ասում է հովիվ ջան, իրանք քեզ չեն էլ հարգում։ Մտածում եմ, կարող է սրանց իզուր եմ ծառայում, այդ դառնությունը գալիս է իմ մեջ։ Հետո հաջորդ անգամ, որ գնում եմ քարոզ պատրաստեմ ու պետք է օրինակ 4 ժամ աշխատեմ, ասում եմ 4 րոպեն էլ է հերիք։ Իրանք ին 4 րոպե չեն ուզում տան, ես էլ 4 րոպեանոց քարոզ կպատրաստեմ։ Google-ից մի բան տպում եմ արագ, դնում եմ դեմս ու գալիս եմ, որովհետև դառնացել եմ ձեր հանդեպ։ Բայց այդ դառնության արմատը մեծանում է։ Հետո արդեն չեմ էլ ուզում գնամ վանոյին, գրկեմ, ասում եմ, բալուս ապեր։ Հետո զանգում այլ չեմ պատասխանում, հետո մյուսին, հետո այդ դառնության ծառը իմ մեջ մեծանում է։ Ու ես պղծվում եմ, բայց դրանով չի ավարտվում։ Հետո գալիս եմ Տաթևին, ասում եմ, գիտես, արի թար գտանք, մենք է գնանք ուրիշ նահանգում ապրենք։ Էժան, կյանքն ուրախ։ Տաթևն է մտածում, հա էլի երևի։ Հետո այդ արմատը գնում եմ երեխաներին։ Հետո զանգում ենք մեր մտերիմ ծառայողներին, ասեմ, կարողա դուք եք գաք, մենք մոտիկ ենք իրար հետ։ Զգույշ եղեք, որ դա չլինի, առաքյալն ասում է։ Որովհետև դա մի արմատ է, սկզբից չի երևում արմատը, բայց հետո մեծանում է։ Բայց այդ օրը ժողովուրդը երդվել էր։ Մենք, ասա մենք, Տիրոջ տանն ենք լինելու եւ մասնակցելու ենք Աստծո գործին։ Ամեն 10-րդ գլուխ Նեհեմիա 10:1-20-ը ասեցի արդեն, բայց 31 խոսքը նորից շատ կարևոր է։ Կարդանք միասին Նեհեմիա 10:31, Nehemiah 10:31 եւ երկրի ժողովուրդներից երդման մի մասն է, որոնք ապրանքներ ու ամեն տեսակ ուտելիք են բերում շաբաթ օրը ծախելու, չառնենք, որովհետև սուրբ է այդ օրը։ Երդման մի մասը նա էր 6 օր առևտուր ենք անելու, ամեն ինչ անելու ենք, որովհետև լավ է, որ անենք։ Աստծո խոսքն ասում է 6 օր պիտի աշխատես։ Շաբաթ օրը, որ իրենց 7-րդ օրն էր, ասում անգամ երբ որ դրսից լավ ապրանքներ գան, որ միշտ չի գալի, իմանում ես, սենց առիթ ամեն անգամ չի լինի։ Գնանք Վեգաս մի հատ կարողա մի բան եղնի։ Ասում է, եթե լավ ապրանքներ էլ բերեն դրսից, շաբաթ օրը չենք առնելու։ Ասա շաբաթ օրը չենք առնելու։ Եվ ես երաշխավորում եմ, շաբաթ օրվա առածը կորած է։ Ոնց գան, հենց գնալու է։ Եվ այսօր, եթե մենք ուզում ենք Աստծուն պատիվ տանք, կարևոր մասերից մեկը սիրելիներ, դա դիսցիպլինն է, դա կարգ ու կանոնն է, դա այդ վարժվածությունն է, հոգևոր դիսցիպլին ունենալը շատ կարևոր է։ Այն երեխաները, այն ընտանիքներն, որ դիսցիպլին չունեն, այսինքն իրանք քնելու ժամ չունեն, շորերը փոխելու օր ու ժամ չունեն, ոնց պատահի է, այդ երեխեք շատ confused են մեծանում։ Բայց այն ընտանիքներում, որ ծնողները կարողանում են դասավորել, որ 7:30 քնում եք, 6-ին արթնանում եք, շորերը դնում եք այստեղ, այս բան, երբ որ այդ դիսցիպլինը երեխեքի մեջ գալիս է, այդ ընտանիքները դառնում են օրինակելի ու մարդիկ ասում են, տեսել եք իրանց տանը ինչ լավ է ամեն ինչ։ Մենք չենք կարող օրհնված տուն լինել, քանի դեռ մեզ համար շաբաթ կիրակի չկա, կարևորը լավ ապրանք կպցնելն է։ Եվ իրանք երթում արեցին, որ հետ այսու շաբաթ օրով։ Ամեն։
շաբաթ օրը կարևոր է սիրելիներ։ Երբ որ երեխա է իմ ծնողները երբեմն զորով շաբաթ օրով տանում էին եկեղեցի, կիրակի օրով։ Կամ ամեն ինչ մեր տանը եկեղեցու գրաֆիկի շուրջ էր։ Եվ ես չէի սիրում դա։ Դրա համար էր, որ 16-17-ում ասում էի փախ չեմ բրցնեմ, գնամ ես իմ ազատ կյանքը ապրեմ։ Այսօր իմ տանը այդ ձևը իմ երեխեքը գիտեն, որ հինգշաբթի է, no, it's church day, կիրակի է, այս ժամին չեն կարող անել։ Եվ ես գիտեմ, որ Աստված դա պատվում է եւ Աստված դա օրհնում է։ Ամեն։ So գնում ենք առաջ եւ նորից զարմանալի բանի ենք հասնում։ Պարիսպը շինված է, դռները դրված են, ժողովուրդը ոգևորված են, թշնամին տասնյակ անգամներ փորձել է, ոչինչ չի ստացվել։ Նեհեմիան, որ առաջնորդում էր այդ գործը, գնում է Բաբելոն, իր գործի տեղը, որտեղից ուղղորդվել էր։ Գնում է Բաբելոն, հետ է գալիս։ Եվ շատ զարմանալի բան ենք տեսնում այստեղ։ 13-րդ գլխի մեջ 4-11-14-ի մեջ հետաքրքիր պատմության ենք հանդիպում։ Ասում է. մեր ասոտ անվերակացու Եղիսաբ քահանան Տուբիայի ազգականն էր։ Ու նրա համար մի մեծ սենյակ էր շինել։ Հիմա այդ անունը Տուբիա, եթե կարդացել եք Նեհեմիան, 15 անգամ Նեհեմիայի գրքում կարդում ենք Տոբիա, անգլերեն Տուբիա, հայերեն, որը թշնամի էր։ Եվ Տուբիան այն նախաձեռնողներից մեկն էր, որ ամեն անգամ ուզում էր մի ձև անել, որ Աստծո գործը առաջ չգնար։ Ասում էր կքանդվի, չի լինի, դուք այդ անում եք, որ թագավորի մոտ favor ունենաք ու հետո դուք ձեր անունն եք, ամեն ձև փորձում էր վնաս տալու եւ Տոբիան թշնամի էր Աստծո գործին։ Բայց Տոբիա անվան հետ հետաքրքիր բան կա, Տոբիա անունի թարգմանությունը նշանակում է Աստված բարի է։ Տեսել եք այդ մարդկանց, որ միշտ վայ Աստծո գլխին մեռնեմ, Աստված բարի է, բայց իրանց վարքով ու գործով իրանք թշնամի են։ Աստծուն էլ, մեզ էլ։ Բայց իրանց մշտական բանը վայ Աստծո զորությանը մեռնեմ, մենք բոլորս հավատում ենք Աստված բարի է։ Տոբիան այդ ձև անձնավորություն էր։ Հիմա Նեհեմիան այդտեղ չէ, մի քահանա է հայտնվում, որը նենց բարի մարդ էր, Տոբիան մնալու տեղ չունի, Տոբիային մի հատ մեծ սենյակ է տալիս։ Այ հոգևորը տենց կլինի, տես ինչ բարի մարդ է։ Okay, Տոբիային մեծ սենյակ էր շինել, թվում է ոչ մի վնաս չկար, բայց հետո ասում է, այդտեղ այդ սենյակում առաջ դնում էին հացի նվերները, կնդրուկները, անոթները, ցորենու գինու ձեթի տասանորդները։ Ղևտացիների, երկողների, դռնապանների բաժինը, նաև քահանաների ընծաները։ Ոնց է լինում, որ արդեն շենքը սարքված է, պարիսպները կան, գործը առաջ է գնում, թշնամին ամեն ջանք անում է, ներխուժել չի ստացվում, Նեհեմիան հեռու է, հանկարծ Տոբիան հայտնվում է ներսում ու չի գալիս բեմի վրա, ու չի գնում աղոթքի սենյակը, ու չի գնում ավետարանչության սենյակը, որովհետև տարբեր դռներ կար, ամեն մեկը ձկների դուռը կար, որ ներկայացնում է ավետարանչությունը եւ այլը։ Տոբիան strategically, որովհետև Տոբիան չարինն էր, բայց շատ խելացի էր, ինքը հասկանում էր, որ եթե occupy աներ, եթե Աստծո նվերների ու տասանորդների սենյակը occupy անի, որ այլևս ժողովուրդը չբերեն, այդ գործը երկար չի գնալու։ Նորից ես ձեզ չեմ պատմում իմ պատմությունը, սիրելիներ, սա Սուրբ գրքի մեջ է գրված։ Սա Նեհեմիայի պատմությունն է, ինչպես Աստված գործը սկսեց եւ ավարտեց։ Հիմա Տոբիան հայտնվել է այդ սենյակում, ու հետո Նեհեմիան հետ է գալիս, ասում է. Ես այն ժամանակ Երուսաղեմում չէի, 6-ից 9 խոսքերը։ Եկա Երուսաղեմ, իմացա Եղիսաբի արած չարությունը, ասա չարություն։ Որն էր չարությունը։ Ինչումն էր չարությունը։ Նեհեմիան ասում է, այդ քահանան չարություն էր արել, որովհետև Աստծո տան մեջ այն բաժինը, որ պիտի լիներ, տասանորդներ, ընծաներ ու ֆինանսներ, Տոբիան եկել էր ու նստել էր, իր տունն էր սարքել։ Ու ես շատ եմ լսել, որ մարդիկ ասում են, նենց լավ եկեղեցի է, փողի մասին ընդհանրապես չեն խոսում, որովհետև Տոբիան նստած է հարմարավետ։ Կներեք, բայց իզուր չի գրված դա։ Ինչ արեցի։ Չարության համար բարկացա, նրա համար սենյակ էր շինել Աստծո տան գավիթում, զայրացա։ Նեհեմիան զայրացավ, բայց առաջ էլ շարժվեց, ասում է, եւ դուրս թափեցի Տոբիայի տան բոլոր կարասները
Եվ այն սենյակից հրամայեցի, որ մաքրեն սենյակները։ Անգլերենում ասում է I commanded that room to be purified. Purified նշանակում է անմաքուր բանից, պիղծ բանից դիզինֆեկտ անել։ Ուրեմն քանի դեռ Տոբիան նստած է գանձատանը, քանի դեռ Տոբիա կա մեր սրտի մեջ, it needs to be purified. Որտեվ Տոբիայի նպատակը, որ թշնամի էր, նորից եմ ասում, իր առաջի գոլը նա էր ամեն ինչ անել, որ Աստծո գործն առաջ չգնար։ Դրա համար կարողացել էր Աստված բարի է, Աստված բարի է, Աստված բարի է ու տեղավորվել էր։ Ոչ մեկի վնաս չէր տվել, ասել էր ոչ մի ձեն չեմ հանի, ոչ մի բան չեմ խոսա, դուք ինչ ուզում եք արեք, այստեղ խելոք ապրեմ։ Եվ ապրել էր։ Բայց Նեհեմիան ասում է չարիքը տեսա, դուրս շպրտեցի, դիզինֆեկտ արեցի։ Հետաքրքիր է, չէ՞։ Եվ 10-11-ն ասում է նաև իմացա, որ Ղևտացիների բաժինը չէր տրվել, որ Ղևտացիների ու սպասավորներ, անողները, երկողները փախել էին ագարակները ուրիշ գործերով էին զբաղված։ Որովհետև Տոբիան զբաղացրել էր այն տեղը, որտեղ պիտի հավաքվեր Աստծո ժողովրդի նվերները։ 12-ից 14-ի մեջ ասում է, եւ որ բոլոր Հուդան բերեցին ծորենու դուրս արեցին, վերջնականապես դուրս արեցին նրան, հետո 12-14-ի մեջ ասում է, եւ բոլոր Հուդան, ասա բոլոր Հուդան բերեցին ծորենու գինու ձեթի տասանորդները գանձատուն, եւ ես գանձատունների վրա գանձապետ նշանակեցի Սեդեմիա քահանային ու Սադոկ դպիրին, Ղևտացիներից Փաղադիային եւ նրա օգնական Մաթանիային, որդի Զաքուրին, որովհետեւ նրանք հավատարիմ էին համարվում։ Եվ այդտեղ դրեց հավատարիմ մարդկանց, որոնք հավատարիմ էին իրենց հասկացողության մեջ, հավատարիմ էին իրենց վարքի մեջ։ Եվ նրանց գործն էր իրենց եղբայրներին բաժին տալ։ Ուրեմն կա այդպիսի գործ եկեղեցու մեջ ու այդպիսի սիրտ իրենց եղբայր քահանաներին բաժին հանել։ Եվ Նեհեմիան հատուկ դնում է դա։ Եվ հետո ինձ զարմացնում է վերջի խոսքը, որովհետև մենք մտածում ենք, չգիտեմ, այս լավ բան է, սրա մասին խոսած թե չէ։ Նեհեմիան այնքան հպարտ էր իր արածով, he was so proud of what he did, he prays to God and says, ով Աստված, հիշիր ինձ սրա համար, ինչ որ արել եմ։ Երբեմն ես լսում եմ մարդիկ ասում են, Աստված մի օր քեզ կասի դրա համար։ Նեհեմիան ասում էր, տես ինչ եմ արել։ Տես որ Տոբիային գանձատնից ծեծելով հանել եմ, շպրտել եմ, դիզինֆեկտ եմ արել, չմոռանաս դա։ Ինձ կհիշես, որ այդ գործը ես եմ արել ու կօրհնես իմ սերունդները։ Հալելույա։ Ինչի համար է սա, որ հասկանանք, թե ինչքան կարևոր է, որ մեր սրտերի մեջ եւ Աստծո գործի մեջ Տոբիաները տեղ չունենան։ Ոչ միայն նկատվում են, որ մարդիկ կան, որոնք ոչ միայն իրենք չեն ուրախանում դրանով կամ մասնակցում, այլ ուրիշների վրա էլ ազդում են։ Սիրելիներ, նորից եմ ասում, ովքեր վերջի 5-6-7 տարիներն եկել են եկեղեցի, ինձ հիշեցրեք մեկ օր, որ մի առիթով մենք եկած լինենք ու լաց եղած, որ գիտեք, ժողովուրդ ջան, մենք չենք կարողանում, չգիտեմ, բիլ փագել, no։ Աստված հավատարիմ է իր խոսքին, նա խոստացել է քեզ բերանի վրա չեմ թողալու, հոգ եմ տանելու։ Որպես եկեղեցի եւ որպես անհատ ես իմ կյանքի մեջ միշտ տեսել եմ, տեսնում եմ ու տեսնելու եմ Աստծո բարեխնամ ձեռքը։ Սա դրա մասին չէ։ Այսօր էլ մեր եկեղեցին մեծ հաշվով կարիք չունի, ես ձեզ չեմ կարող ասել, գիտեք ժողովուրդ ջան, եթե մենք մեր ընծաները չտանք մեզ դուս, ոչ մեկը մեզ չի կարող դուս անել։ Եթե հաջորդ 10 ամիսներին ոչ մեկը ոչ մի բան չտակ, մենք օքեյ ենք, Աստծո գործը առաջ է գնալու, հարցը դրա մասին չի։ Հարցը ով կա քո սրտի սենյակների մեջ։ Ով կա քո սրտի սենյակների մեջ եւ Տոբիան 15 անգամ նշված թշնամին, որ սկզբից առաջի օրից մինչև վերջի օր ուզում էր խանգարել, կարողացել էր ներխուժել այդտեղ։ Ու Նեհեմիան ասում է դուրս շպրտեցի, դիզինֆեկտ արեցի, այդ տեղը հատկացրի ու տեսա ժողովուրդը ուրախությամբ սկսում են իրենց տասանորդներն ու ընծաները բերել։ Եվ ամենա զարմանալի բանը, եւ սրանով ավարտելու եմ, նա է, որ լավ, մի հատ ուրիշ բան ասեմ։ Էլի եմ ասել սրա մասին։ Մենք սիրում ենք Հիսուսի նկարը խաչի վրա։ Բոլորիս տանը կա, որ Հիսուսը խաչի վրա։ Մենք սիրում ենք Հիսուսի նկարը սրտի դռան մոտ կանգնած, որ Հիսուսը չէ թակում է դուռը ու գրած, ահա ես քո սրտի դռան մոտ կանգնած թակում եմ։ Բայց եթե ես նկարիչ լինեի, մի նկար էի նկարելու, որի մասին գրված է Մարկոս ավետարանում։ Ես այդ նկարն անվանել եմ Հիսուսը գանձանակի մոտ։
դու կասես Հիսուսը միշտ գրքի հետևն է, ինքը կարդում է, ուսուցանում է, նո։ Եթե կարդանք Մարկոս 4-ը, այդ կնոջ պատմությունն է, որ մեկ լուման բերում է։ Գրված է Հիսուսը giving box-ի մոտ կանգնած էր եւ ինչ էր անում։ Դեռ ուշադիր նայում էր։ Ես որպես հովիվ անկեղծ եմ ասում, շատ ժամանակ ամաչում եմ այդ giving-ի ժամանակ, որտեվ դա անձնական է։ Այդ օրը Հիսուսը կանգնել էր ու նայում էր, ու գրված է նայում էր ով, այսինքն ամեն մեկին նայում էր, ինչպես էր դրամ գցում։ Ու մեկ ուզում ես ասել, այ Հիսուս ջան, ուրիշ տեղ չկար, կանգնեիր։ Ինչի է Հիսուսը կանգնում տաճարի գանձանակի մոտ ու նայում ամեն մեկին, որովհետև Հիսուսի համար կարևոր է ամեն մեկի սրտի տոբիա կա թե չկա հարցը։ Եվ չի ասում նայում էր թե ով ինչքանը կարևոր չէր սիրելիներ։ Աստծո տան մեջ միշտ եղել են աղքատներ, middle class ու հարուստներ միշտ, բայց Աստված բոլորի համար միշտ առատաձեռնությունը դրել է որպես կանոն։ Եթե որևէ մեկի աշխատավարձը $10 է, այդ մարդու առատաձեռնությունը կարող է $1 լինի։ Եվ դա հավասար է այն միլիոնատերի, որ միլիոն է տալիս։ Աստված չի նայում թվին, Աստված եւ այս հատվածում ասում է Հիսուսը կանգնած նայում էր ով ինչպիսի սրտով է տալիս եւ երբ որ այդ կնոջը տեսավ գովեց։ Ամեն։ Մի անգամ Հայաստանում մի կին եկավ, շատ նվիրված կին էր, ինքը փոքրիկ bakery ուներ, տենց գործեր անում ու շատ անկեղծ էր։ Ու ես քաջալերում եմ, անկեղծ լինելը ավելի լավ բան է, քան կեղծավոր լինելը։ Don't pretend, be honest with God։ Այդ կինը շատ անկեղծ էր ու քանի անգամ ինձ ասել էր, pastor, ես այդ չեմ հասկանում, ես միշտ դժվարություն ունեմ։ Այ ես ստեղ ընդեղ ինչ ուզեմ կանեմ, բայց այդ երևույթը ես չեմ հասկանում։ Ու մի օր սենց մեքենայով գալիս եմ, որ թեքվեմ եկեղեցու մեր ճանապարհը, որ դիպաբարձան, տենց անկյուն էր։ Ու այդ անկյունի վրա թեքվեցի, տեսա ինքը գալիս է, պատուհանը իջացեցի, ասացի՝ «Hello, բարև Սուսան ջան, ոնց ես»։ Մեկը սենց ջղային մոտեցավ, պատուհան ասավ՝ «Հեսա, եկել եմ, որոշել եմ, որ պիտի տամ, ձեռքին գումար կա»։ Բայց չեմ կարողանում տամ, բայց չեմ կարողանում տամ։ Ասեմ՝ «Ոնց չես կարողանում տալ»։ Բայց չեմ կարողանում տամ, ասի՝ «Տուր»։ Նայեց երեսից, ասում դե բա տուր, դե բերել ես որ տաս, չէ՞ լա բացի, բացեց, տվեց, միասին գնացինք եկեղեցի դրեցինք, հետո ինքը իրոք սկսեց տալ եւ մեծ օրհնություն եղավ թե իր համար, թե մեր համար, բայց իրապես շատ մարդկանց մոտ դա խնդիր է։ Եվ դա դիսցիպլինի մի մասն է։ Եվ դա քո Աստծո մեջ է, սիրելիս, ու դա քեզ է լավ։ Բայց մի ամբողջ էս Նեհեմիայից 10-ից 13 գլուխների մեջ, որ խոսում է Աստծո the restoration of the kingdom of God կամ Աստծո տան վերականգնումը եւ ինչպես անտարբեր չլինել Աստծո մասին, ես չեմ կարող աչքերս փակել այս հատվածների վրա։ Եվ դրանք կարևոր խնդիրներ են, որ օգտակար են լինելու մեզ։ Եվ վերջի բանն եմ ուզում ասեմ, թե ինչ հրաշք տեղի ունեցավ։ Երուսաղեմի Պարիսպները ու դարպասները 114 տարի քանդված էր, չէր շինվում։ Պատկերացնում եք ինչ երկար ժամանակ է։ Բայց որովհետև Նեհեմիան այդպիսի սիրտ ուներ, այս ամբողջ գործը, ինչ որ գրված է այս Նեհեմիայի 14 թե 13 գլուխների մեջ, 52 օրվա մեջ ավարտվեց։ 114 տարվա չստացված գործը 52 օրվա մեջ ավարտին հասցվեց ու դարձավ դասագրքային պատմություն։ Պատմություն, որ երկու անգամ է գրված։ Նեհեմիայի գիրքը ու Եզրասի գիրքը խոսում են նույն պատմության մասին։ Ու Աստված doubled it, like երկու անգամ կարդացեք, ոնց է սարքվում Աստծո տունը։ Երբ որ մենք հասկանում ենք, որ մենք Աստծո գործի կարևոր մի մասնիկն ենք, եւ նորից հարցը սա է, ինչպես չլինել անտարբեր Աստծո տան հանդեպ։ Առաջինը Նեհեմիան ինչ արեց, identified leaders, հասկացավ, որ լիդերներ են ու լիդերների մեջ ընտրեց ոչ թե նրանց, ովքեր միակ որակը, որի մասին ասում է, ընտրեց մնացածից մի քիչ ավելի հավատարիմ ու Աստծուց վախեցող մարդիկ։ Ես ձեզ կոչ եմ անում, ջանք արեք, որ տարբերվեք, մնացածից առաջ գնաք ձեր սրբությամբ, Աստծո սիրով, նվիրմամբ, բարեխոսությամբ։
Եվ հետո հիշեք 60 համար մարդկանց անուններ էին գրված, որոնք գործ էին արել։ Ձեր անուններն էլ ա գրված։ Ու ամեն գործ, որ անում ենք հայտնության գրքում ասում է եւ այն օրը գրքեր բացվեցին։ Չի ասում գիրք, մենք գիտենք, որ մի գիրք կա, մեր փրկության գիրքն է, գառան արյունով մեր անունները գրված են։ Դա անջնջելի է, բայց երկրորդ գիրքը, որտեղ գրված էր ամեն մեկի արածները եւ երևի չարածները։ Եվ ի վերջո քեզ հաշվենք, թե չհաշվենք։ Եվ հետո տեսնում ենք առատաձեռնություն, ինչու է նշված մարդիկ ինչեր արեցին, որ հասկանանք ինչքան տեղ կա դեռ առատաձեռնելու, ինչպես Հովհաննես Թումանյանը գրում է, ամեն անգամ քո տվածից, երբ մի բան ես դու առնում, ամեն անգամ երբ նայում եմ, թե ինչքան է դեռ մնում, զարմանում եմ, թե ով շռայլ, ինչքան շատ ես ինձ տվել, ինչքան բան եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։ Երթումը, վերջնական որոշում էր, հավաքվեցին, երթվեցին, որ վերջ, մենք չենք խաղում, և ես քեզ քաջալերում եմ, առաջի երթումը, առաջի official խոստումը, որ մենք տալիս ենք, դա ջրի մկրտությունն է, եթե դու հասկանում ես, որ դու փրկչի կարիք ունես, եթե դու հասկանում ես, որ Հիսուսը քեզ համար մեռել է, որն է պատճառը, որ դու չես officially չես անում այդ քայլը մկրտվելու, publicly ասելու, հետ այսու իմ կյանքի բոլոր օրերը Հիսուսին են, եթե չես արել, այսօր ունես այդ առիթ այդ որոշումը և մենք ունենալու ենք ջրի մկրտության դասարան և շարունակելու ենք մկրտություն անել։ Հաջորդ որոշումից հետո գալիս է որոշման մի կեսը, մենք սրբության ժողովուրդ ենք լինելու։ Մենք չենք խառնվելու այս աշխարհի սովորություններին, մենք միշտ հիշելու ենք, որ մենք Աստծո սեփական սուրբ ժողովուրդն ենք և սրբությամբ ենք ապրելու։ Ամեն։ Եվ հետո search ենք անելու մեր սիրտը, որովհետև մեր սիրտը շատ սենյակներ ունի։ Գտնենք Թոբիան հոչի կարողացել մտնել մեր սրտի մեջ, եթե հանկարծ մտել է, ու հարմարավետ տուն ենք տվել իրեն, ժամանակն է դուրս անելու մեր սրտից և մեր եկեղեցուց, որպեսզի տեսնենք Աստծո գործը առաջ գնալուց։ Եվ ես երաշխավորում եմ այնինչ քո կյանքում տարիների ընթացքում չի լուծվել, 52 օրվա մեջ լուծվելու է։ Եվ այս խոսքի մի մասը ես խոսեցի մեր տարեկան անդամների հավաքույթին, որ հաշվետվություն էինք տալի ֆինանսական, և իրապես զգացի, որ այդ խոսքը մարգարեական էր, ու շատ մարդիկ քանիսներն արդեն եկել են, որ մեր կյանքի մեջ Աստված breakthrough ա բերել, այդ 52 օրվա մեջ բաներ են փոխվում, և ես ասում եմ անգամ մեր եկեղեցու մթնոլորտի ու կյանքի մեջ մի բաներ Աստված ջարդել ա, որովհետև մենք մի փոքր խմբով որոշեցինք այսպես պիտի անենք։ Ամեն, պիտի անտարբեր չլինենք Աստծո տան համար, պիտի շաբաթ օրը ինչքան էլ լավ ապրանք գա, հիշենք, որ չենք առնում, մեզ չեք կարող հեշտ առնել, մենք մեր Աստծո վրա, Աստծո գործի վրա ֆոկուս պիտի լինենք, և երբ որ վեր կենանք և Աստծո տունը շինենք, Աստված շինելու է մեր ամեն մեկիս կյանքը։